Թիմ Տելեկոմ Արմենիան և Էրիքսոն ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Էրիքսոնի նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ Թիմ Տելեկոմ Արմենիան սկսում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ։ Թիմը այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները, ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ։ Միաժամանակ Էրիքսոնի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կհզորացնի ինտերնետը, բաժանորդներին տրամադրելով ավելի կայուն և բարձրորակ կապ։ Սկսում ենք մի նոր շարք համագործակցություն այդ ընկերության հետ, որպեսզի ունենանք Հայաստանում լավագույն ռադիոցանցը և լավագույն ծածկույթը։ 4 տարի առաջ մեր տեխնոլոգիական իրավիճակը ընկերության ընդամենը 4%-ն էր մեր հասանելի տարածաշրջանների, այսինքն գյուղական վայրերում ծածկված 4G տեխնոլոգիայով, այսօր այն ծածկված է 24%-ով և այս համագործակցության շրջանակում բարձրանալու է 80% ավելի ծածկույթի։ Վերազինման արդյունքում թիմը պատրաստ կլինի մոտ ապագայում գործարկել նոր սերնդի տեխնոլոգիաներ և 5G ցանց։ Հարավ-արևելյան, միջերկրածովյան և Եվրասիա տարածաշրջաններում Էրիքսոնի ղեկավար Անդրեա Միսորին կարևոր է համարում Թիմ Տելեկոմ Արմենիայի հետ համագործակցությունը։ Մենք ոգևորված ենք Թիմ Տելեկոմ Արմենիայի հետ ռազմավարական համագործակցությամբ։ Համոզված ենք, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները ցանցի անվտանգության, արդյունավետության և կատարողականի բարելավման միջոցով կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար և կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք։ 2025 թվականի ընթացքում Թիմ Տելեկոմ Արմենիան ավելի քան 10 միլիարդ դրամ կապիտալ ներդրում է անելու բջջային ցանցի զարգացման նպատակով։ Ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է նաև բջջային ցանցի համար։ Զարուհի Սահակյան, Հերիկ Համազասպյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։